Չեղավ, ոնց կարող է ինքը մեզ հոգեզավակ լինի։ Այսինքն կարող է, եթե ինքը օրինակի համար այդ հավատարմությունը պատերազմ թե խաղաղություն հոդվածի դրույթներին պահպաներ, ես կստանձնեի պատասխանություն իր համար, կասեի, հա, ինքը մեր հոգեզավակն է։ Բայց եթե ինքը չի պահպանել, եթե ինքը դուրս է եկել, եղել է, ասենք սենց ասեմ, եթե մեր աշակերտներից է եղել է ամենաանտաղանդ աշակերտը, որը այդպես էլ բան չսովորեց։ Դրա համար ոնց մենք կարող ենք պատասխանություն տալ։ Մեկը կարող եք ինձ ասել։ Չենք կարող կրել պատասխանատվություն։ Ու ասում եմ, մի քայլ չի եղել, որ մենք աջակցենք Նիկոլին իշխանության գալու հարցում։ Չի եղել։ Հիմա որոշ քննադատներ ասում են, բա դուք 2018 թվականին բան էիք, աջակցության հայտարարություններ էիք ընդունում։ Գնացեք կարդացեք այդ հայտարարությունը։ Մենք երբեք չենք աջակցել Նիկոլ Փաշինյանին, որևէ հայտարարություն։ Մենք հատուկ բառամթերքը նենց էինք ընտրում, որ դա լինի շնորհավորանք հայ ժողովրդի հաղթանակին, ժողովրդավարության հաղթանակին։ Մենք պայմանավորում էինք անգամ մեր բանը աջակցությունը մի դեպքով մենակ, որ եթե այս նոր իշխանությունը ժողովրդավարական ռեֆորմները կանցկացնի, անցումային արդարացում կանի եւ այլն։ Մենք այդպես էինք արտահայտվում։ Մենք երբեք իրան չենք, հատկապես իշխանության գալու ճանապարհին, մենք իրան չենք աջակցել, բացարձակապես։ Մենք չգիտենք ինչ պատուհաս է ազգակործան գալիս, որ հələ մի հատ էլ աջակցեինք։